Մեկնարկում է Fastex Premier League-ի 23-րդ տուրի Արարատ Արմենիա Արարատ հանդիպումը։ Երկու Արարատների հանդիպումը միշտ ուշադրության կենտրոնում է, այս դերբին հատուկ նշանակություն ունի երկու թիմերի համար, հատկապես Երևանի Արարատի։ Հիշում ենք, թե երբ ստեղծվում էր Արարատ Արմենիան, ինչ դժգոհություններ ուներ անվան կապակցությամբ Արարատը, հիշում ենք, թե ընթացքում որքան դժվարությունների է հանդիպում հենց Արարատ Արմենիայի դեմ խաղերում Երևանի Արարատը, եւ այսօր էլ ամենակարևոր պահերից մեկն է այս ակումբի համար։ Ավակն է, ահա, մեկնարկեց, սկսեցին տանտերերը։ Եվ կիսապաշտպանությունում է խաղում նաև Welton Junior-ը համար 88։ Նախկին թիմակիցներ են նրանք։ Խորքից փոխանցում եւս մեկը, վտանգավոր է Էլոյան եւ փրկում է Անզիմատի Աբուդուն ոտքի շարժումով, բայց տարբերություն կա իհարկե, երբ Աշլիկն է իրացնում եւ երբ Ձախլիկը կարող է պտտեցնել փոխանցումը դեպի դարպասը, Աշլիկը այլ կերպ կարող է ուղարկել եւ ահա շանսը եւ գրավում է դարպասը Սերոպյանը։ Ահա թե ինչու հարկավոր չէր, որ նա անկյունային իրացներ, այլ պետք էր, որ նա մնար տուգանային հրապարակում, գոլ խփելու համար էր հարկավոր այդ ամենը։ 1-0 առաջացնում Արարատ Արմենիան, ստանդարտը գալիս է օգնության։ Կամ աչով են գրոհում, կամ անընդհատ խորքից փոխանցումներ կատարում դեպի Դումբյան։ Շաղոյանը շատ գրագետ այստեղ խաղաց։ Էլոյան, կրկին Շաղոյան։ Առայժմ հիասքանչ խաղ է անցկացնում Շաղոյանը, լավ փոխանցում էր եւ 2-0 հաշիվը դառնում է ու դուբլի հեղինակ է դառնում Արթուր Սերոպյանը։ Հայաստանի հավաքականի երկու ֆուտբոլիստները կազմակերպում են նոր գոլը Արարատ Արմենիայի։ Արդեն արդյունավետ գործողություն ունի Շաղոյանը եւ Սերոպյանն էլ դուբլի հեղինակ է, հիասքանչ րոպեներ է անցկացնում Արարատ Արմենիան։ Հետո գալիս է Փյունիկը եւ Արարատ Արմենիան։ Այդ ցուցանիշով երրորդ տեղում է, ճիշտ է, շատ մոտ է նաև Ուրարտուն, գրեթե հավասար են նրանց ցուցանիշները, փոխանցում կենտրոն Էլոյան, փակում են հարվածը, փրկեց այստեղ իր թիմին, վերահաց գոլից Գայլիման, գոլի համար, առնվազն, բարձր դիրքում խլում է գնդակը, Շաղոյանը, 4-ը, 2-ի դեմ են մնացել, Սերոպյան, հետ տրիկի հեղինակ է դառնում Արթուր Սերոպյանը, ահա 3 թիվը, որը նա ցույց է տալիս, 3 գոլ 1 խաղում եւ Ժիրայր Շաղոյանը երկրորդ գոլային փոխանցումն է կատարում Հայաստանի հավաքականում իր թիմակցին։ Ֆանտաստիկ հանդիպում են անցկացնում վինգերները Արարատ Արմենիայի, մեկը փոխանցումներ է կատարում, մյուսը գոլեր է խփում։ Հետ տրիկ Արթուր Սերոպյանի։ Հաջորդ տուրի խաղը, որը կկայանա Շիրակի դեմ, մինչ այդ գրոհում է Արարատը, Օբինա վերջապես գրոհային փուլում տեսանք Արարատին եւ Աչից տարբերակ կա Այոնգո, այս նա է ավելի շատ եզրում խաղում։ Զիդան ուղարկում է ձախ դեպի Շաղոյանը, ինչ կասեցում էր։ Փոխանցում վտանգավորը եւ գնդակը հրաշքով չի հայտնվում դարպասում, կլինի անկյունային, բայց հիմա էլ հնարավորություն, Հակոբյան, ուղարկում է կենտրոն եւ Նդուրը հաշիվը դարձնում է 4-0։ Այսպես, մի պահ թվաց, որ խաղից դուրս այնտեղ կա, բայց ոչ, ուստի սա արդեն 4-րդ գոլն է Արարատ Արմենիայի, կրկնապատկերը դեռ կդիտենք, բայց Ալիուն Նդուրը հաշիվը դարձնում է 4-0։ Սովոր չեն տեսնել նրան այսպիսի մարզավիճակում, բայց կարող ենք նաև նշել, որ բոլոր ֆուտբոլիստները Արարատ Արմենիայի իրենց լավագույն մարզավիճակում չէին գարնան սկզբում։ Հարվածում է Շաղոյանը եւ հեռացնում է Անզիմատին։ Նույնիսկ այսպիսի գործողություններ հաճախ չէին տեսնում։